այս վճարումները բոլոր անօրինական ձևով մեզանից գանձերը հայրուժ գազար։ Իրանցը բանավոր քանի անգամ ասել ենք, որ վերանայեք եւ հիմնավորեք ձև այս գումարներ, որ մեզ այց ստանում։ Երբ որ մենք հետ խոսացել ենք, որ չենք վճարելու մինչև չհիմնավորեք, մեր գազն է վճարում։ Դե սեզոնին էլ իմանում եք հիմա գազը անջատան, այսինքն ամեն ինչ իրաց ձեռն է։ Մենք պաշտպանված չենք։ Գազը անջատան 50-60-ի բանվոր հումքը փչանում է սեզոնային գործարան։ Մինչև անցյալ ամիսի 26-ին իրանցը նամակ են գրել, իհարկե բերել են ֆակտորան 3.600,000 պիտի մուծեք։ Ես այս ակտիվը գրել եմ, վերանայեք, ես տանեմ վճարումներ անեմ։ Փոխարեն վերանայել նույն օր եկել են գազն անջատել, էլ նմա նոյեմբերի 26-ին։ Գազը անջատել են, քաշել են մինչև ամիսի 9-ը, փոխարեն պատասխան տան, ոչինչ, քիրետա, մենք ճիշտ ենք։ Նամակ են գրել իրանցը, բոլոր հիմա փաստեր են, նամակ են գրել իրանցը, որ իրանց վարչության պետին։ Խնդրում ենք վերանայեք եւ մեզի հիմնավորեք, որ ոնց հերեք, ինչպես եք հաշվում։ Օրինակ համար 1.8, 1.9 գործակից եք տնում, այսինքն 1 պիտի տնեն ամենաշատը։ Այսինքն, այդ ձևի ասեմ, եթե ես 1000 կուբամետր գազ եմ վարել, 1800 կուբամետրի փոն եմ ստանում։ Մասնագետ եմ հրավիրել, ասել եմ ինչպես է հաշվարկվում։ Հետո իմացել եմ, որ մեր Վարուն Թադևոսյանը իմ ցեխի վարիչն է, ինքը գազի համալսարանն ավարտել եւ տարիները գազի գրասենյակում աշխատել է։ Ինքը բերել է հաշվարկել է, որ ամենաշատը պիտի 0.95-96 կանգնի։ Ամառվա օրերին իմ վճարման կոեֆիցիենտ են ասում կամ այդ գործակիցը։ Բերման գործակից։ 0.95-ի փոխարեն 1.8 են գցել, 1.9 են գցել։ Նամակը տարել եմ տվել եմ իրանց վարչության պետի տեղակալի մոտ, ինքը իրար լեզվում ասել է ճշմարիտ չշատացնենք, այսինքն որ ցույց տան ես շատ գազ եմ բանում։ Մեր սարքավորումները ունեն իրանց փասպորտները, որ մենք բարձր ճնշման տակ մեր կացարատունը պայթունավտանգ կելի, կպայթի, պիտի ցածր ճնշում։ Դրանք ամիսի 9-ին ստիպված նորից 3.600,000 տարել եմ ես վճարել եմ, չէ որ պայմանագիր ունեմ բանակին, ես ճաշ եմ պատրաստում, պիտի մինչև նոր տարի տամ, չեմ կարող ես առանց գազի աշխատել։ Մենք այսօր որ այդ վճարումը արել ենք, դրանք փոխարեն կան եկել են առանց մեզ ասելու, այս ամեն փաստաթուղթեր կա, այս պլոմբը, չէ որ տարածքից դուրս է այդ մեր գազի գերբեն հաշվիչն է։ Բերել են բարձրացրել են, ամենաշատը պիտի մի 40, բարձրացրել են 300։ Ինչն է 300։ Գազի ճնշումը, միլիբարերով։ Մենք ամենաշատը օգտագործում ենք 40-50 միլիբար, բերեն արել են 300 միլիբար։ Կաթսայատունում պայթուն առաջացել։ Բախտ ենք բերել, որ այդտեղ ունենք 2 հատ կաթսայավար, այս մարդիկ այդտեղ կին երեխան է կաթսայատունը պայթուն է, տրանք է մահանալու են։ Այսինքն գազի գրասենյակը իրաց սխալը ճշտելու համար պատրաստ էին գործանս պայթեցնել իմ աշխատողների կյանքի հետ խաղալ։ Վերցրել երկրորդ նամակն են գրել։ Այն օրը մենք միակ մեր բանը, որ կարողացանք լավ գործանել, գնացինք այս պլոմբը նկարանք ամիսի 4-ի, որ դրանք եթե բերեն ճնշումը շատացնեն մենք իմանանք, դրանք լուր չունի, մենք նկարել ենք, որ ես երկրորդ նամակին էջ գրամ դուք եկել եք այդ ճնշումը շատացրեք անօրինական, ես նկարել եմ, այդ էլ մեր պլոմբի համարները, դրանք խառնման իրար։ Ճայս հետո նույն օր ժամը 6-ի, նոր մեզ կանչեն եկել են, նորից ճնշումն ենք իջացրել, նորից ուրիշ պլոմբ ենք խտել։ Այսինքն առաջվա պլոմբը կանանչելով, չէ, հետո կարմիր են խտել, հիմա դեղին պլոմբը, բոլորն են նկարած փաստերով ունենք ժամերով ինչ։ Նորից իրանց ասում են, դուք ամենը, մինչև հիմա այդ 3 տարին եմ հասցրել հանել, չէ որ մնացած փաստաթուղթերը արխիվի մեջ է, պիտի դրանք հիմա քննարկում են։ Մոտ 100,000 կուբամետր 3 տարվա մեջ ինձ այնց ավելորդ գազ են անում։ Որքան? Մոտ 100,000 կուբամետր։ 3 տարվա ընթացքում։ 3 տարվա ընթացքում։ Հիմա այն օրվանից որ սկսենք աշխատել, բոլորը տվերեմ հանում են։ Ես կարծում եմ,
նայեք ես չիմ ուզի, ցավ եմ ապրում, որ կամ այս վիճակում, այս բաները արձագանքեմ, որ այն ժողովուրդ, որ արտագաղթի առաջ են կանգնել ենք, նորից կամ էլի թողնեմ այդ հան, չէ որ ես ընտանիքս ամեն ինչս բացեմ թողել, գործս, բանս, վերև եմ ես երկիր, ուզում եմ այդ երկրի կայուններին, ուզում եմ ես գործի, հույս ունեմ, որ այդ մեր հիմա իրավապահ մարմիններն են, դատարաններն են, կամ պետությունն, կամ հիմա պարոն Սարգսյանը օգնեն, մենակ իմ հարցս չի, վերականգնվի իմ իրավունքը